ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը եւ այլն, տվյալ հարցի հասցեատերը ձեր քաղաքական հայրն է։ Կգնաք իրեն կհարցնեք, ինչու՞ չվերադարձնում համապատասխան գումարներ ապօրինի գույքի բռնագանցման գործով, նոր դրանից հետո մենք կխոսենք։ Այստեղ մեր գործընկերներից մեկը խոսում է հանձնաժողովի նիստերի հանրայնացման մասին։ Ես այդ նիստը կհանրայնացնեմ։ Օրեր առաջ քաղաքաշինության հանձնաժողովի նիստում կառավարությունը բերել էր մի նախագիծ, որի համաձայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 136 հիմնական դպրոցը պետք է հիմնանորոգվի եւ մենք որպես ավականու անդամներ դրա նախնական համաձայնությունը պետք է տանք։ Անդիմադիր գործընկերները տվյալ նախագծին կողմ չեն քվեարկել։ Եվ այդ նախագծին լիագումար նիստերի դահլիճում անդիմադիր մեր գործընկերները չեն մասնակցել քվեարկությանը, այդպես ինձ փոխանցեցին մեր տեխնիկական հարցերով զբաղվող գործընկերները։ Եվ այդ ամբողջ համատեքստում Ժորժ ջան, հիմա ուզում հասկանամ, դուք ինչին եք կողմ։ Ասում եք դպրոցներ չեք կառուցում, մանկապարտեզներ չեք կառուցում։ Դուք որպես ավականու անդամ ձեր լիազորությունները կատարում եք, ձեր քվեարկություններին մասնակցում եք եւ մի կարևոր հանգամանքի վրա ուզում շեշտադրություն կատարել։ Ժողովուրդ դուք ոչ ձեր տանն եք գտնվում, ոչ էլ գտնում եք ձեր տան բակում։ Դուք գտնում եք Երևանի գլխավոր ամբիոնին հարի տարածքում գլխավոր դահլիճում եւ ձեր բառամթերքը եւ ձևակերպումների հանդեպ բավական ուշադիր եղեք։